Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկություններին, ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերականորեն կայուն օպերատիվ իրադրություն։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է պաշտպանության նախարար Պապիկյանը, ներկայացնելով կառավարության 21-26 թվականների ծրագիրը, 24 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Անդրադառնալով պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման մասին աշխատանքներին, նախարարը զեկուցել է, որ 2024-ին ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը, ընդգրկելով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ։ Կազմավորվել է նաև տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարություն, հաստատվել է նրա կանոնադրությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը անդրադառնալով վերջին օրերին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի հրապարակումներին հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է բոլորին զերծ մնալ բանակին եւ սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտածածին տեղեկություններ հրապարակելուց եւ հետեւել պաշտպանության նախարարության պաշտոնական լրահոսին։ Մոսկվան Երևանից տեղեկություն է խնդրել Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մենք տեսել ենք այդ հրապարակումները եւ անմիջապես հարցրել մեր հայ գործընկերներին։ Նախնական առումով մեզ հայտնել է, որ նման պաշտոնական հարցումներ Վաշինգտոնից չեն ստացվել, ասել է նա ճեպազրույցում։ Եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապակայունացնող գործոն եւ հավաքական արևմուտք առճակատման սխեմաները տարածաշրջան տեղափոխելու փորձ, նշել է նա։ Մենք անշուշտ կհետևենք այս թեմային, ընդգծել է Զախարովան։ Հրապարակումներին ծանոթանալուց հետո մենք անմիջապես դիմեցինք մեր հայ գործընկերներին, հայտնեցին, որ նման պաշտոնական հարցումներ Վաշինգտոնից չեն ստացվել։ Եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունն ապակայունացնող գործոն եւ կդիտարկվեն իբրև հավաքական արևմուտքի առճակատման սխեմաները տարածաշրջան տեղափոխելու փորձ։ Մենք անշուշտ կհետևենք այս թեմային։ Խաղաղության համաձայնեցված փաստաթուղթի վերջո պայմանագիր թե համաձայնագիր։ Հայաստանի արտգործնախարարության ձևակերպումով այն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր է։ Մասնագետները տարակուսում են։ Հայաստան-Ադրբեջան դե յուրե պատերազմ է եղել, որ համաձայնագիր տարբերակն է գործածվում։ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, հիշենք, հայտարարում էր, թե մի օգտագործեք խաղաղության պայմանագիր ձևակերպումը, այն աշխատանքային է։ Խաղաղության պայմանագիր դեռ երկար ժամանակ չի կնքվելու, այն ինչ ստորագրվի իրենից ներկայացնելու է ընդամենը սկզբունքների մասին համաձայնագիր։ Նրանք սակայն համաձայնագիրն էլ չեն ստորագրում, դա անելու համար նորանոր վերջնագիր նախապայմաններ դնում սեղանին։ Երևանն այս օրերին անընդմեջ կրկնում է Հայաստանը պատրաստ է վերջնական տեքստով Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրմանը։ Բաքուն սակայն 4 օրում 10-րդ կեղծիքն է տարածում, իբր հայկական կողմը սահմանին կրակել է։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ռեժիմով հերքում է ու հիշեցնում հրադադարի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ հիմա Ադրբեջանը պարզապես չի արձագանքում։ Չնայած մենք հայտարարել ենք խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Ինչու է Բաքուն այսպես համառում ու ձգձգում, իրավունքի մասնագետները տարակուսած են։ 17 կետանոց փաստաթղթի 17 կետի տոտալ համաձայնություն կա։ Դրա համար Երևանը նույնիսկ ընդդեմ Ադրբեջանի միջազգային դատական այցերի հետ կանչին համաձայնեց։ Նա ստորագրությունը չի դնում թղթի տակ, որովհետև ըստ միջազգային իրավունքի մասնագետի դա կարող է զսպաշապիկ դառնալ, սահմանափակել նրան։ Դա այն դեպքում, երբ որ արդեն պայմանագիրը կնքված է եւ կողմերից մեկը մանևրում է, չի կատարում կամ յուրովի է մեկնաբանում պայմանագրի որևէ նորմ, որով ասենք առ ոչինչ է դառնում պայմանագրի կոնկրետ որևէ մեխանիզմ, եթե կողմերից մեկը սպառնում է ուշք իրարել, դա արդեն իսկ հենց այդ փաստի ուժով խախտում է։ Մենք ունենք այդ իրավիճակը փաստացի։ Դա Ադրբեջանը շարունակ խախտում է, կոնկրետ դա ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածն է, որտեղ նշվում է, որ իրենց վեճերը պետք է կարգավորեն խաղաղ կերպով։ Ադրբեջանը փաստացի խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունը, այլև տեսնում Եվրախորհրդարանի հենց այս օրերին ընդունած պրոհայկական բանաձևը, շրջանցում է Եվրոպայի խորհրդի բազմաթիվ կոչերը, հայտարարություններն ու բանաձևերը, տրորեց միջազգային դատարանի որոշումը, բացել Լաչինի միջանցքը ու աշխարհի բաց աչքի առաջ աշխարհի քարտ բլանշով այս կետին հասանք։
Ալիևը բռունցքն է թափահարում, սպառնալիքներ ու մեղադրանքներ ասելով։ Նաև այն կեղծ թեզը, թե իբր Հայաստանը ֆաշիստական պետություն է, եթե ֆաշիստական պետություն է, ապա ինչպես է դու բանակցում ֆաշիստական պետության հետ։ Իհարկե Ադրբեջանը անդադ ինչ-որ փաստակներ է բարձրացնում, բայց ինքը մենակ է մնում այդ փաստակները, որովհետև դրանք ընդհանրապես դուրս են ոչ միայն միջազգային իրավունքի հաստատված նորմերի շրջանակից, այլև հասարակ տրամաբանությունից։ Ուր են տանում Ալիևի նոր վերջնագրերը, նա չի մոռանում նախապայմանի լեզուն։ Նրանց նախկին արտգործնախարար Մամեդյարովն ասում էր. երկաթբետոնե փաստաթղթի են ձգտում։ Խոսքը ուղիղ էր։ Փաստաթուղթը պետք է լինի երկաթբետոնե դարերի համար, որը չի թողնի պոտենցիալ խոց Ադրբեջանի մարմնում։ Մարմնում դեռ խոց ունեն փաստորեն, որ Բաքուն դոփում է տեղում։ Մարտի 21-ի առավոտյան միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի 4 բեռնատար է ուղևորվել դեպի հայ-թուրքական սահմանի Մարգարեի անցակետ, որտեղից էլ նրանք շարժվելու են դեպի Սիրիա։ Մարդասիրական օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, նաև առաջին անհրաժեշտության այլ իրեր։ Հիշեցնենք, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի Մարգարե անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առիթով։ Մեր երկրում ապրող բոլոր քրդական ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական եւ մշակութային կյանքի ուրույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Նշված է ուղերձում։ Եվրամիությունը մերժել է Վլադիմիր Պուտինի պահանջը հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակում Ուկրաինային ռազմական օգնությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին։ Եվրամիության առաջնորդները բացառությամբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մերժել է այդ պահանջը։ Բրյուսելի գագաթնաժողովում ընդունված հռչակագրում պետությունների եւ կառավարությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու զենքի եւ զինամթերքի մատակարարումը, որպեսզի օգնեն ուկրաինական զինված ուժերին դիմակայել Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը։ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել Դաշնային կրթության նախարարությունը լուծարելու մասին։ Հրամանագրով նախատեսվում է կրթության հետ կապված քաղաքականությունն ամբողջովին հանձնել նահանգներին եւ տեղական խորհուրդներին։ Մենք կրթությունը կվերադարձնենք այնտեղ, որտեղ նրա տեղն է, շատ պարզ, ասել է Թրամփը։ Սպիտակ տունը պնդում է, որ կրթության նախարարությունը գումարի կորուստ է եւ որ գերատեսչությունում արված տրիլիոնավոր դոլարի ներդրումներն իրենց չեն արդարացրել։ Իսրայելի զինուժը Գազայի հարավային հատվածում գտնվող Ռաֆա քաղաք ներխուժելու ցամաքային գործողություն է սկսել։ Իսրայելական զորքերը առաջ են շարժվում դեպի հյուսիս, Բեյթ Լահիա քաղաք։ Երեքշաբթի օրվանից այն պահից, երբ Իսրայելը խախտել է Գազայի հրադադարը, հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 600 պաղեստինցի։ Իսրայելի ավիահարվածների եւ ցամաքային գրոհների ուժգնացման ֆոնին զոհերի թիվը շարունակում է աճել։ Թուրքական ոստիկանությունը ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ է կիրառել, երբ ցուցարարները բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլի քաղաքապետարանի մոտ ընդդեմ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության։ Թուրքիայի արդարադատության նախարարը ավելի վաղ կոչ է արել Իմամօղլուի ձերբակալությունից հետո փողոցային բողոքի ցույցեր չանցկացնել։ Ըստ նրա գործընթացը բնավ առնչություն չունի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վրա։ Նրան ձերբակալելուց հետո դատարանը որոշում է կայացրել առգրավել եւ պետական հսկողությանը հանձնել նրա շինարարական ընկերությունը։ Դատախազության տվյալներով ընկերությունը իբր ներգրաված է ֆինանսական խարդախությունների մեջ, գրում է Բիլդը։ Իմամօղլուի ձերբակալությունը միջազգային բուռն արձագանք է առաջացրել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը իրավիճակը որակել է շատ վատ զարգացում Թուրքիայում ժողովրդավարության եւ Եվրամիության հետ Անկարայի հարաբերությունների համար։ Մենք կոչ ենք անում, որ դա անհապաղ դադարեցվի եւ Թուրքիայի ընդդիմությունը կարողանա մրցել կառավարության հետ, այլ ոչ թե հայտնվել դատարանում, ասել է Շոլցը։
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը փակվել է, այն այսօր ողջ օրը փակ կմնա, օդանավակայանը էլեկտրաէներգիայով սնող ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, հայտնում են օդանավակայանի ներկայացուցիչները։ Իլոն Մասկի տրանսգենդեր դուստր Վիվիան Ջենա Ուիլսոնը իր հորը համարում է տղամարդ երեխա։ Թին Vogue-ին տված հարցազրույցում Ուիլսոնը նշել է, որ 2020 թվականից ֆինանսապես անկախ է հորից եւ դրանից հետո չի խոսել նրա հետ։ Նա ողորմելի մարդ երեխա է, ասել է Վիվիանը։ Ինչու պետք է վախենամ նրանից, նա այնքան իշխանություն ունի, ինձ դա չի հետաքրքրում։ Ինչու պետք է վախենամ այդ մարդուց, որովհետեւ նա հարուստ է, ինձ իսկապես չի հետաքրքրում։ Նրան է պատկանում Twitter-ը, դե ինչ, շնորհավորում եմ, շարունակել է նա։ Ինձ նյարդայնացնում է, որ մարդիկ ինձ կապում են նրա հետ, խոստովանել է Վիվիանը։ Անցած գիշեր ձյան առած տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Այս մասին Facebook-յան էջում գրել է Գագիկ Սուրենյանը։ Ձյան ծածկի բարձրությունը տատանվել է 20-ից 30 սանտիմետրի սահմանում, գրել է Գագիկ Սուրենյանը։ Մարտի 21-ին ժամը 5:03-ին օջախի 10 կիլոմետր խորությամբ 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սպիտակ քաղաքից 8 կիլոմետր հյուսիս։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը գրանցվել է Լոռու մարզում 4 բալ, Շիրակի մարզում 3-ից 4 բալ եւ Արագածոտնի մարզում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Երևանում կայացավ Հայաստան-Վրաստան հանդիպումը, մեր ընտրանին զիջեց մրցակցին 0-3 հաշվով։ Հավաքականների պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին ժամը 18-ին Թբիլիսիում։ Վրացի երկրպագուները մարզադաշտում երգել են Կիկաբիձեի հայտնի Չիտո Գրիտո երգը ի նշան հաղթանակի։ Ներքին գործերի նախարարությունը հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի վերաբերյալ տարածած տեղեկությունները։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 19-ից սկսած մինչ այս պահը արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը 1 դեպք կենտրոն վարչական շրջանում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են կամ որոնց պետհամարանիշները գողացել են, խնդրում ենք դիմել ոստիկանություն, ասել է Նարեկ Սարգսյանը։ Նրա վրձինը խոսեց ու հայոց պատմությունը թղթից տեղափոխվեց կտավի վրա։ Հայկական պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի հոբելյանական 165-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում նկարչի մենագրական սրահում ցուցադրվում են նրա հանրահայտ ստեղծագործությունները։ Այստեղ նրա տարբեր տարիների ստեղծած կտավներն ու գրաֆիկական աշխատանքներն են, որոնք արվեստագետը վրձնել է թե ճանապարհորդությունների, թե հայրենիքում ապրած տարիներին։ Այստեղ տեսնում ենք սրահում նրա պատմանկարչական ստեղծագործությունները, որոնք ներկայացնում են հայ ժողովրդի անցյալի տարբեր դրվագներ, նաև Սուրենյանն անդրադարձել է հենց իր ապրած տարիներին Արևմտյան Հայաստանում կատարվող ողբերգական իրադարձություններին, այսպիսով դառնալով այդ իրադարձությունների վավերագրողը։ Սուրենյանցի արվեստի հիմնական մոտիվը սեփական ժողովրդի անցած ճանապարհն ու ողբերգական ճակատագիրն է, հուզական այլ լիցք, իմաստային այլ հնչերանք ու լուծում ունի Շամիրամը Արագեղեցիկի դիակի մոտ կտավը։ Նկարիչն այստեղ շարադրել է հերոսուհու ներաշխարհի ամբողջ զինանոցը։ Կտավին դիտելիս մեզ անմիջապես գրավում են Շամիրամի աչքերը, կրկին տեսնում ենք կին, որը թեպետ հաղթանակել է, սակայն իր ցանկությանը չի հասել։ Վարդգես Սուրենյանցի գեղանկարչության ժառանգության մեջ բացառիկ է նաև քրիստոնեական եկեղեցական թեման։ Նրա աստվածաշնչային պատումներից առավել հայտնի են Սալոմե, Աստվածամայրը գահի վրա, Խաչելություն, Քրիստոսի դեմքը, դաստառակ ստեղծագործությունները։ Իրական ֆակտուրաներ պատկերելու այդ հմտությունը իսկապես բնորոշ էր Սուրենյանցին։ Լինի դա Ղրիմյան հայրիկի ոտքերի տակ փռված գորգը, թե սրբիչը, որի վրա դրոշմվել էր Քրիստոսի պատկերը, նա այնքան իրական եւ այնքան մանրակրկիտ է նկարում, որ կարծես մենք ցանկանանք շոշափել անգամ այդ ֆակտուրան։ Խորապես յուրացնելով ժամանակի եվրոպական, առավելապես մյունխենյան եւ ռուսական մշակույթի առաջադիմական ավանդույթները, Սուրենյանցն առաջիններից էր, որ հայկական գեղանկար ներմուծեց եվրոպական արվեստի, մասնավորապես
մոդեռն ոճի շատ հնարքներ։ Սուրենյանը նաև քանդակագործ էր, ճարտարապետ էր եւ բացառիկ է նրա այդ ճարտարապետական դետալները պատկերելու հմտությունը, վարպետությունը, իսկապես կարծես դրանք ոչ թե պարզապես վրձնով նկարված լինեն, այլ քանդակված լինեն։ Գլուխգործոցներից մեկն էլ նրա հայտնի Սալոմեն է, Սուրենյանցի Սալոմեն հաղթող է, հպարտ ու սառնասիրտ, դիտողին նայում է վերևից ու հայացքով զինաթափանում։ Բացառիկ ստեղծագործություն է ոչ միայն հայկական կերպարվեստում, այլև որպես Սալոմեին ներկայացնող կտավ, քանզի Սուրենյանցն այստեղ շեղվել է ավանդական պատկերագրությունից, չի ներկայացրել Հովհաննես Մկրտչի գլուխը եւ ներկայացրել է հաղթական կնոջ կերպար, առեղծվածային, ինքնավստահ եւ այնուամենայնիվ ներքուստ նկատելի է նաեւ նրա հոգու խռովքը։ Ցուցադրությունում տեղ է գտել նաեւ Սալոմեի 7-րդ ծածկոցը ժամանակակից դիզայների մտահղացմամբ, ոգեշնչվելով կերպարից դիզայները մշակել ու ստեղծել է ծածկոց, որն ըստ հեղինակի վերարտադրում է այն ծածկոցներից մեկը, որոնք Սալոմեն օգտագործում էր իր 7 ծածկոցներով պարի համար ընթացքում մեկ առ մեկ ազատվելով դրանցից եւ ցուցադրելով իր մարմինը։